Հաջորդ նրբությունը, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, հետևյալն է, տարածքային զարգացումը մենք այսպիսով ընդգծում ենք որպես տնտեսական քաղաքականության առանցքային բաղադրիչ, պետությունը որդեգրում է տարածքային մասնագիտացման մոտեցումը։ Ինչ նկատի ունենք։ Նկատի ունենք, որ մենք այդ թվում տարածքային զարգացման տրամաբանության մեջ պետք է նույնականացնենք այն առանձնահատուկ հնարավորությունները, որոնք հատուկ են տվյալ տարածքին։ Կլինի դա մարզի մասշտաբով, կլինի համայնքի մասշտաբով, կլինի գյուղի մասշտաբով, որովհետև այո, ընդհանուր առմամբ մենք ունենք քաղաքականություններ, որոնք կիրառելի եւ արդյունավետ կարող են լինել բոլոր տեղերում։ Մասնավորապես այն, որ բոլոր տեղերում պետքա լինի ճանապարհ, ոռոգման ջուր, խմելու ջուր եւ այլն եւ այդպես շարունակ, դա ակնհայտ է, բայց այնուամենայնիվ ամեն առանձին վերցրած համայնք, մարզ, բնակավայր կարող է ունենալ զարգացման որոշակի յուրահատուկ ուղի ընտրելու տրամաբանություն, որի դեպքեր իմիջիայլոց հանրապետությունում արդեն իսկ կա։ Ասենք ամենահայտնի օրինակը Արենի համայնքը, որը կենտրոնացած է, ասենք գինու արտադրության վրա եւ ելի ուրիշ բնակավայրեր կան, որոնք ունեն իրենց առանձնահատկությունը եւ զարգացման ռազմավարություններ եւ մարտավարություններ որդեգրելիս մենք պետք է այս առանձնահատկությունները հաշվի առնենք։ Եվ սրա հետ ուղիղ կամ անուղակի եւ ուղակի կերպով կապվում է Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա մասնագետների համար գրավիչ միջավայր դարձնելու օրակարգը։ Վերջերս նաև մենք մասնավոր հատվածի հետ քննարկումներում դուրս ենք բերել մի կարևոր օրակարգ, որտեղ ժամանակակից աշխարհում ձևավորվում է գլոբալ այնպիսի ուղղություն, որը անվանվում է digital nomad կամ թվային քոչվոր, ոչ այդքան հայերենում բարեհունչ բառակապակցությամբ, բայց գլոբալացման եւ տեխնոլոգիաների զարգացման պայմաններում մարդկանց տնտեսական եւ աշխատանքային գործունեություն ծավալելու համար շատ հաճախ պետք չի կապված լինել կոնկրետ վայրի, կոնկրետ գրասենյակի կամ երկարաժամկետ կապվածության հանգամանքը հաղթահարվում է եւ նոր սովորություններ են ձևավորվում, մարդը նախընտրում է աշխատել տարբեր երկրներում, տարբեր բնակավայրերում, տարբեր միջավայրերում, որտեղ գտնվելու ժամանակահատվածը կախված կլինի այն պայմանների հարմարավետությունից, որը երկրում առկա է։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսպիսի մեծ պոտենցիալ կա, մանավանդ որ մենք հիմա լայնորեն ինտերնետի հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում մեծացրել ենք, այսօր գործնականում Հայաստանի Հանրապետությունում չկա մի ձորակ, մի անտառ, մի պուրակ, մի լեռ, մի գետ, մի լիճ, որտեղ չկա ինտերնետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գործում է արդեն բավական երկար ժամանակ Starlink արբանյակային ինտերնետը եւ այս տրամաբանությամբ արդեն նախնական պայմանները, որ Հայաստանի Հանրապետությունը digital nomad-ների համար գրավիչ դարձնել մենք ունենք եւ հետեւաբար մենք պետք է այստեղ զարգացնենք իմիջիայլոց մասնավոր հատվածում քննարկումների արդյունքում գաղափար առաջացավ եւ ես հանձնարարել եմ, որ այդ թեման ավելի մանրամասն քննարկվի, որովհետեւ հիմա երկրները թողարկում են հատուկ վիզային ռեժիմ, հատուկ digital nomad-ների համար եւ մենք պետքա նույնպես քննարկենք առնվազն այս մոտեցումը որդեգրելու, երբ որ թվային նոմադների համար տրվում են որոշակի ժամկետով հեշտացված վիզաներ, որպեսզի նրանք իրենց ճամփորդությունը ավելի հեշտությամբ իրականացնեն եւ իհարկե զբոսաշրջային ենթակառուցվածքները հատուկ նշանակություն են այս տեսակետից։ Հաջորդ նրբությունը, որի մասին կուզենայի խոսել, հարկային նոր մոտեցումներ որդեգրելու շատ հավակնոտ եւ ճիշտն ասած մի քիչ վախենալու ծրագիր որդեգրելու մասին է։ Մենք համոզմունք ունենք, որ հիմա մեզ հարկավոր է, որ հարկային երկարաժամկետ կարգավորումներ որդեգրել։ Մենք դա գիտենք, մենք դա հասկանում ենք, մենք դա գիտակցում ենք, բայց գիտակցելը մի բան է, իրականացնելը երկրորդ բան է,
եւ դա անելու համարձակություն ունենալը երրորդ բանը եւ չեմ թաքցնի այդ թվում վերջերս ջերմուկում տեղի ունեցած գործարար աշխատաժողովի ժամանակ մենք զգուշորեն սկսել ենք քննարկել, որ առաջիկայում մենք պետք է դիտարկենք հարկային այնպիսի նոր օրենսգիրք ընդունելու տարբերակը, որը մենք կարգավորումներով կկարողանանք ուժի մեջ պահել նույն կարգավորումները, ասենք օրինակ 10 տարի։ Այսինքն, եթե մենք կարողանանք հասնել այդ կետին, որ ընդունենք հարկային օրենսգիրք եւ արձանագրենք, որ հարկային այս կարգավորումները առաջիկա 10 տարում լինելու են ուժի մեջ եւ հաջորդ 10 տարվա փոփոխությունները քննարկվելու են նախորդող 5 տարվա ընթացքում, սա իհարկե Հայաստանի որպես ներդրումային միջավայր գրավչությունը էականորեն կփոխի, բայց ես ուզում եմ սա մենք հստակ արձանագրենք, սա մենք չենք արձանագրում որպես պարտավորություն, որովհետև ասում եմ, թաքցնելու բան չկա, սա բավականին բարդ եւ ուղիղ ասում եմ վախենալու թեմա է, բայց մենք հայտարարում ենք, որ մենք լրջորեն մոտենալու ենք այս հարցին եւ նաեւ փորձագիտական հանրությանը, գործարար հանրությանը արդեն իսկ հրավիրել ենք այս թեմայով քննարկումներ ունենալու, տեսնելով թե իրատեսորեն ինչքանով է իրատեսական նման խնդրի լուծմանը, բայց իհարկե գալու է պահը, երբ որ առաջանալու է ուղղակի քաղաքական պատասխանատվության խնդիր, եւ մենք լրջորեն դիտարկում ենք այդ քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու տարբերակը։ Եվ նաեւ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու առումով էական ենք համարում թվայնացումը, որովհետև մենք շատ ենք խոսում այն մասին, որ մեր կարգավորումները երբեմն շատ բարդ են, շատ երկար են, շատ խճճված են եւ հանրապետության պատմության ընթացքում տարբեր փորձեր են եղել կարգավորումները հնարավորինս պարզեցնելու, իհարկե այդ փորձերից մի մասը եղել են բավականին հաջող, մյուս մասը եղել է ոչ այնքան հաջող, բայց մենք եկել ենք այն եզրակացությամբ, որ այս խնդրի լուծման ուղիղ ճանապարհը թվայնացումն է, որովհետև նախ թվայնացումը մեզ համար առիթ է, որպեսզի մենք ամեն ինչի անդրադառնանք հետևյալ տեսակետից։ Իսկ արդյոք այս կարգավորումը պետք է, որովհետև մենք պիտի թվայնացնենք ամեն ինչ եւ կա ուրիշ մի սկզբունք, եթե կա մի կարգավորում, որը հնարավոր չէ թվայնացնել, ուրեմն այդ կարգավորումը ընդհանրապես անհրաժեշտ չէ, այդ կարգավորումը պետք է վերացնել։ Եվ երկրորդը ամեն ինչ չի, որը հնարավոր է թվայնացնել, դա ինքնին չի նշանակում, որ դա անհրաժեշտ է։ Մենք պետք է նորից վերանայենք, եւ երբ որ մենք ворթեգրում ենք այդ սկզբունքը, որ պետությունը քաղաքացուց կամ սուբյեկտից պետք է մի տվյալը մի անգամ վերցնի եւ հետագայում երկրորդ անգամ նույն տվյալ ներկայացնելու անհրաժեշտություն չառաջացնի քաղաքացու համար, սա էլ մի իրադրություն է եւ բանաձև է, որը անխուսափելիորեն մեզ տանելու է բազմաթիվ կարգավորումների ուղղակի չեղարկման դրանց անհրաժեշտ չլինելու հիմնավորմամբ։ Իհարկե թվայնացման process-ը գնում է առաջ, բայց առաջիկա շրջանում մենք ավելի մեծ ուշադրություն եւ կենտրոնացվածություն պետք է ունենանք թվայնացման վրա, որը մենք համարում ենք այդ թվում արդյունավետ կառավարման գործիք, պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու գործիք։ Եվ ինչով առաջին հերթին նրանով, որ պաշտոնյաների սուբյեկտիվ կամ թեկուզ օբյեկտիվ միջամտության անհրաժեշտությունը ուղղակի վերանում է, երբ որ թվայնացման գործիքները պատշաճ սկսում են գործել։ Եվ այս առումով արդեն անդրադարձա պետական ծառայության գրավչության բարձրացումը, մեծացումը, բայց միևնույն ժամանակ պետական ծառայողից պահանջների ավելացումը այս ամբողջ վերափոխման գործընթացի շատ կարևոր եւ առանձնահատուկ մաս են, որովհետեւ այն, որ մենք ասում ենք ամեն ինչ որոշում է մարդը, դա վերաբերվում է այո մարդուն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ընտրող, դա վերաբերվում է մարդուն որպես Հայաստանի Հանրապետությունում աշխատող տնտեսական գործունեություն ծավալող, դա վերաբերվում է մարդուն որպես հանրային ծառայող պետական պաշտոնյա եւ այդպես շարունակ։ Եվ մարդու այդ պատասխանատվությունը կրելու համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել եւ անհրաժեշտ պայմանները պետք է նաեւ որոշակի
որոշակի պարտադիրության, եթե ոչ ուղղակի գոնե անուղղակի էֆեկտ ունենան, եւ երկրորդը պետական աշխատանքին ի վերջո չպիտի լինի այնպիսի վերաբերվում, դե քանի որ լավ աշխատանք չեմ կարողանում գտնել, ուրեմն երևի պետքա ստիպված եմ պետական կամ համայնքային ծառայող լինել, ինչը ցավոք որոշ դեպքերում մեր իրականության մեջ առկա է, այսինքն մենք չենք կարող ասել, որ մենք այդ երևույթից ազատվել ենք։ Եվ հետևաբար, եթե մենք ուզում ենք, որ վերափոխված եւ զարգացած պետություն ունենանք, դա նշանակում է, որ պետական համակարգում աշխատանքը չպետք է տեղ ունենա մեկնաբանվելու, այլ տեղ աշխատանք չգտնելու հետևանք։ Եվ սա լուրջ խնդիր է, եւ մենք այո շատ բարդ է, շատ պատասխանատու է։ Մինչև հիմա ոչ մեկ այդ բեռը չի վերցրել իր վրա, բայց ով պիտի վերցնի, ասինքն մենք հույս ունենք, որ այնտեղին չենք ասում, ոչ թե ինչ որ ուրիշ, ինչ որ մեկը պետք է անի, այլ մենք պետք է անենք դա, եւ մենք դա արել ենք, առաջիկայում մենք այս թեմայով կստանանք լուրջ հարվածներ, բայց մենք այդ հարվածներին կտանք արժանի հակահարված։ Տնտեսության մասով մենք էական մի գործոն կա, որը հաջորդ ժամանակաշրջանում պետքա շատ ավելի մեծ դեր ունենա մեր երկրի տնտեսության զարգացման գործում այդ կապիտալի շուկայի կայացումն է։ Ես ուրախ եմ, որ Ջերմուկում տեղի ունեցած աշխատաժողովը մեզ համոզեց, որ այս ընթացքում մեր գործադրած ջանքերը իզուր չեն եղել։ Ես անկեղծ ասեմ, ես այն զգացողությունը ունեի, այդ թվում Ջերմուկ գնալուց առաջ, որ մենք ինչքան քննարկել ենք, որոշումներ ենք կայացրել, միջոցներ ենք ձեռնարկել, ոնց որ թե համարյա անարդյունք է անցել, բայց սա այն դեպքերից էր, որ այդ թեմայով զեկույցը ինձ հաճելիորեն զարմացրեց, ընդ որում զեկույցի հեղինակը պետական մարմինները չէին, որ ասվեն, որ էլի սխալ զեկույցներ են ներկայացնում։ Պետական մարմինը, որ մի լավ բան ասում է, ինչ որ շրջանակներ կան, առաջ արձագանքն են, որ սխալ տվյալներ են ներկայացնում, խաբում են, մոլորեցնում են։ Հենց իրական հատվածի ներկայացուցիչները ներկայացրին զարգացումները, եւ մենք ոնց որ տնտեսությունն է աճել 50 եւ ավելի տոկոսով, այնպես էլ կապիտալի շուկան իր ծավալներով առնվազն 3-4 անգամ մեծացել է եւ հիմա էլ նոր փուլ մտնելու նախապատրաստված ենք եւ կապիտալի շուկայի դերը պետք է էականորեն մեծանա։ Հաջորդ առանձնահատկությունը, որ կուզենայի ամփոփելով ուղղակի ընդգծել, այդ գյուղատնտեսության նկատմամբ մեր վերաբերմունքն է եւ մենք ոչ թե առաջիկա շրջանում պետք է ասենք գյուղատնտեսություն եւ ինտենսիվ գյուղատնտեսություն, մենք գյուղատնտեսություն ասելով պետք է հասկանանք միայն ինտենսիվ գյուղատնտեսություն, որովհետեւ ոչ ինտենսիվ գյուղատնտեսությունը պարզապես եկեք արձանագրենք, որ ինքը չեմ ուզում ինքը չի համապատասխանում ոչ միայն վաղվա, ինքը այսօր արդեն արդիական չի, բայց ես ուզում եմ հաճույքով արձանագրել, որ էսել են ոլորտներից է, որտեղ մեր ջանքերը ի հեճուկս բոլոր կոռուպցիոն եւ մերձ կոռուպցիոն սկանդալների էլի տվել են արդյունքներ։ Ես ամենաթարմ օրինակը նախորդ օրը մենք Արուճում ուրեմն մասնակցում էինք հոգևոր երաժշտության փառատոնի, որտեղ զուգահեռ արդեն 3-րդ տարին փորձում ենք տոնավաճառի նման բան կազմակերպել։ Ես տաղավարներով անցնում էի եւ հերթական տաղավարի մոտեցա, այնտեղ մրգեր էին դրած եւ իմ առաջին ռեակցիան այն էր, թե այս մտքումս ասես ներմուծած բանը մրգերը ինչ են բերել այստեղ շարել, բայց որպեսզի համոզվեմ, ես տաղավարի մոտ կանգնած մարդկանց ասացի, այս ներմուծածա թե Հայաստանի Հանրապետությունը հաճացրած։ Ես ճիշտ ասած մինչև հիմա այդպես խորապես հավատացած չեմ, որ դա Հայաստանի Հանրապետությունը, որովհետև ոչ միայն այդ մրգերի արտաքին տեսքը, այլև փաթեթավորումը, ներկայացումը եւ այլն բանա, որ ես
Ես ինքս տեսել եմ Հայաստանում ես տենց բան չեմ տեսել եմ միայն արտերկրում, եւ սա մի օրինակ է, իհարկե համոզված եմ, որ էլի բազմաթիվ օրինակներ կան, եւ ինտենսիվ գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետությունում աճում է շատ էական տեմպերով, բայց մեր խնդիրը հետեւյալն է, որ մենք բոլոր գյուղացիական տնտեսություններին եւ հասանելի դարձնենք եւ հիշում եք, որ ջրային ոլորտի կառավարման հարցերին անդրադառնալիս մենք խոսում էինք ոչ միայն այսօր Հայաստանում վարելահողերը եւ տնկարկները հասանելի դարձնել կամ տնկարկների եւ վարելահողերի համար հասանելի դարձնել ոռոգման ջուրը, այլև ջուրը կառավարել այնպես, որ բազմաթիվ տարածքներ, որոնք ունեն դառնալ վարելահողեր, ունեն պոտենցիալ դառնալու վարելահող կամ այգիներ, մենք կարողանանք այդ տեղերին նույնպես ոռոգման ջուր հասնել, որովհետև եթե տեղ ջուր լինի, այնտեղ կլինեն այգիներ, ընդ որում բարձր արժեք ունեցող մշակաբույսերի այգիներ, եթե ջուր չլինի, այնտեղ կշարունակեն մնալ տափաստանային իրավիճակներ։ Հարգելի գործընկերներ, էլի փաստաթուղթը ճիշտ է շատ ծավալուն չէ, բայց ինքը ընդգրկուն է, բայց ուզում եմ էլի ընդգծել, որ այս բոլոր մոտեցումների հիմքում ընկած է մեկ առանցքային գաղափար, պետությունը դիտարկվում է որպես շարունակական ինստիտուտ, որտեղ կառավարությունները փոփոխական են, իսկ տնտեսական քաղաքականության տրամաբանությունը կայուն եւ կանխատեսելի։ Եվ այս ամենի հիմքում դրված է պետության հարատևության գաղափարը եւ այս ամենի հիմքում դրված է այն գաղափարը, որ պետության տնտեսական զարգացումը հենց պետական շահն է։ Այս էլ է շատ կարևոր արձանագրելու համար, որովհետեւ էլի մեր իրականությամբ մենք անդադ ասում ենք առաջնորդվենք պետական շահով, առաջնորդվենք պետական շահով, առաջնորդվենք պետական շահով։ Մենք պետք է շատ հստակ ձևակերպենք եւ տեսնենք, թե ինչ է պետական շահը։ Պետական շահը տնտեսական զարգացումն է, որովհետեւ առանց տնտեսական զարգացման պարզապես հնարավոր չէ սպասարկել որևէ օրակարգ։ Կառավարության անդամները ներկայացնում են տարբեր ոլորտներ եւ դահլիճում ներկա պաշտոնյաները ներկայացնում են տարբեր ոլորտներ, բայց առանց տնտեսական զարգացման որևէ ոլորտում առաջընթաց հնարավոր չէ ապահովել, որովհետեւ որևէ ոլորտում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է պետական բյուջեի եկամտային հոդված, բ ծախսային հոդված, իսկ այս երկուսի համար անհրաժեշտ են իհարկե եկամուտների շարունակական աճ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ պետական բյուջեի եկամուտների աճը առանց տնտեսական զարգացման պարզապես հնարավոր չէ։ Հարգելի գործընկերներ, սա է նախապատրաստել ասելու Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մասին, ըստ էության կառավարությունը ամբողջ կազմով եւ գերատեսչությունները մասնակցել են փաստաթղթի մշակմանը եւ առաջարկում եմ ընդունել, բայց եթե հարցեր եւ դիտարկումներ կան, խնդրեմ։ Չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։